Ուրեմն վերջնական ոչ մեկը չի կարասի։ Դա հիմնական մենք երկուսում ենք գիշեր ցերեկ անում ենք 200 մարդ է աշխատում, ինչքան շուտ, այնքան լավ։ Ամեն ինչ անում ենք, դա ոչ հաշվարկ են կարել, ոչ մի բան, միայն իմ նպատակ, որ ամենալավը լինի։ Որը որ դուրս չի գալի, քանդում ենք, որը պետքա փոխում ենք, ճարտարապետի, դիզայնի, կոնստրուկտորի, շինարարի հետ, որ ոչ թե մենք ձևի համար ենք կառուցում, որ արագ արեցինք, այլ հոգի է դնում, որ գնաք տեսնեք, կպատկերացնեք, ինչ է կատարվում։ Պարոն Ծառուկյան, կարևոր շեշտադրումներ արեցիք ներքին համերաշխության, ազգային վերածննդի մասին, նաև ընդգծեցիք Հայաստան, Սփյուռք, Արցախ եռամիասնությունը։ Ամեն դեպքում այսօրվա իրողության մեջ ինչպես եք պատկերացնում այդ ներքին համերաշխությունը, երբ մի կողմում բռնի տեղահանված արցախցիներ են, կալանավորված հոգևորականներ են, հետապնդվող քաղաքացիներ են, իսկ մյուս կողմում այդ ամենը արդարացնողներ։ Ուրեմն ես նորից եմ ասում, պետք է լինի հաշտություն, համերաշխություն, ատելությունը պետք է վերանա, չարությունը վերանա, նախանձը վերանա։ Ես ասենք, թե ամբողջ մեր երկիրը Հայաստանը պատկերացնենք մի հատ ընտանիք։ Եթե ընտանիքում ընդհանուր չկարողացան իրար հետ միասնական աշխատել, ապրել, լսել, լավը, գեղեցիկը, հզորը, արդյունավետը, ուրեմն ոչ մի հաջողություն չի կարելի։ Ինչ եղել է, պետք է մարդիկ կարողանան։ Ոչ թե նստեն, բամբասեն, ավելի պակաս խոսեն, ցեխ շպրտեն, սա նրա վրա, այլ ամեն մեկը պետք է առաջարկի, ինչ է ուզում անի, ինչ կարանի, ինչ է իր առաջարկը։ Հնարավոր է օրակարգով հայտ ներկայացնեք հաջորդ ընտրություններին։ Ուրեմն այսօր այդ օրը չայտես ուզում եմ, ես կգա ժամանակը, ամեն ինչ կասեմ։ Ես ասել եմ մի ամիսներ առաջ, որ ես պետք է մտածում եմ, շփվում եմ, քննարկում եմ տարբեր ոլորտներ, տարբեր մասնագետների հետ։ Այսօր Հայաստանում չկա մի մարդ, չկա մի կուսակցություն, որ կարողանա մեր երկիրը այս վիճակից հանել։ Անպայման պետք է լինի քննարկում, համախմբում, պարտադիր չի որ կուսակցական լինեն, այլ մարդը տվյալ ոլորտի ներկայացուցիչն է, արդյունավետ, բանիմաց, ցանկանում է որ երկիրը լավ լինի, հզոր լինի, անկախ լինի, ուժեղ լինի, ժողովուրդը հարուստ լինեն, ժողովուրդը որ աղքատ է, այդ երկիրը հզոր չի կարա լինի։ Պետք է լինի պայման հնարավորություն, բոլոր ոլորտները պետք է ուսումնասիրվեն, որ ոլորտում ինչն է խնդիր, ինչն է պրոբլեմ, ինչ պետք է անես, որ այդ մարդը կարողանա իր աշխատանքով ապրի, որ այդ պրոբլեմները իրեն չխանգարեն, որ մարդը ծրագիրը կարդալուց հասկանա սա իրան է վերաբերում եւ այդ ոլորտից հասկացող մարդ է գրել, որ այս խնդիրները կան, այս պրոբլեմները կան։ Մենք այդ ուղղությամբ մշակում ենք եւ հիմա հաղորդումներ կա առաջարկ Հայաստանին։ Դռները բացա բոլորի համար, առաջարկում ենք ծրագիր, ավելի լավ բան ունես առաջարկում, խնդրեմ, ասա, եթե դա օգուտ է, դա արդյունավետ է, մենք պատրաստ ենք ընդունել։ Եվ ասենք մասնակցել ենք առաջարկ Հայաստանին ծրագրով։ Ծրագիրը պետք է լինի ուսումնասիրելով մեր երկրի հնարավորությունը, մեր ժողովրդի ունակությունը, որի հիման վրա կարանք զարգացնենք, հզորացնենք, պայմաններ ստեղծենք, զարգանանք, հզորանանք, ամրապնդվենք եւ մեր ազգից պետք է վերանա նախանձ ու չարությունը չկամեցնենք։ Հարևանը հարուստ է պետք է ուրախանաս։ Ընկերդ հարուստ է բարեկամ պետք է ուրախանաս։ Աստված քեզ ավելի շատ կտա։ Նախանձ մարդը գիշերը հանգիստ չի կարա քնի։ Դա է իմ ասածը։ Տեսնում ենք մարզային այցերի ժամանակ ձեզ շատ են մոտենում քաղաքացիներ, ինչ են ասում, ինչի կարիք ունեն այս պահին։ Ուրեմն մարզերում հանդիպումները ես ասել եմ, բայց իրոք այսօր տեղը չի։ Իրոք կլինի առիթ, որ բոլորիդ գրավիրեմ եւ ձեր բոլոր ցանկացած հարցին կպատասխան։ Հարցերից չեմ խուսափում։ Հիմնական այսօր երկիրը պահողը ժողովրդին կերակրողը գյուղատնտեսությունն է, գյուղացին է։ Գյուղացու ուզածը ինչ պետք է լինի։ Մեխանիզացիա, պարարտանույթ, վառելիք, սեր եւ իր բերքի մթերումը, որ ինքը կարողանա այդ բերքը հանձնի։ Ես ասում եմ, այսօր բերքը դուրս եկավ ծիրանը 1000 դրամ, երկու օր հետո դառնում 800 դրամ, երրորդ հետո 400, 300, 200, բայց ինչի համար։ Մեր ծիրանը աշխարհում եք միակն է, սա պահանջարկը գրուպլետանի կա։ Պետք է կառուցեն սառնարաններ, պետք է ծիրանը առաջին թող 1200 դրամ ընդունեն, երկրորդը 1000 դրամ, մյուսը տանեն կամ ասենք թե չրի համար, սոկի համար թող 200-300 դրամ, պետք է այդ պայմանները ստեղծենք, որ մարդիկ կարողանան իմանալով արտադրել են չմնա դաշտում, որտեղ գնան դեից բարձի, բերի, հանձնի, տակը գումար չի մնում, չի գնում։ Մենք պետք է կետ առ կետ դա ուսումնասիրենք, կարողանանք ստեղծել, որ մարդը կարողանա գնա այնտեղից հավաքի, հանձնի, իր գումարը ստանա, իր տունը գարի։ Բարդ բան չեմ ասում,
Մարդը պետք է հասկանալու ոլորտը տիրապետելու եւ ոլորտի պատասխանատերը տվյալ ոլորտի մարդ պետք է լինեն։ Ժողովուրդն էլ տեսնելով, որ այդ մարդը այդ ոլորտի ամենանա, դա կապ չունի ազգանունը, բնակավայրը, այլ ինքը ամենալավ արդյունավետ մասնագետն է։ Հնարություն պետք է տան կառավարելու, կազմակերպելու, որ ինքը կարողանա դա անել։